Աշխարհը կլռի, եթե Ադրբեջանը գնա այդ քայլին մեր հանդեպ։ Միանշանակ։ Իսկ այդ որտեղ չի լռել, այդ որտեղ է աշխարհը ձայն բարձրացրել։ Ուկրաինայում ձայնա բարձրացնում։ Կամ որ բարձրացնում է ինչ։ Ռուսական զորքերի առաջխաղացումն է կասեցրել։ Չեք վստահում։ Այդ դեպքում ինչպես կարող եք մեկնաբանել, որ Դիվենսը գնում էր Բաքու, խնդրեցինք մեր կողմից, որ գերիների հարցը բարձրացնի եւ ասում են Եվ բարձրացրեց տվեցին։ Բացի չտալուց Հաջիևը ընդ որում խոսում է Ռուբեն Վարդանյանի, Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի մասին եւ ինչ է ասում է, որ նրանց այդ դատավճիռը դա արդարությունն է, դա տևական ադրբեջանական ժողովրդի Հաջիևին հանգիստ թողանք, եկեք նայենք խաղաղության համատեքստում, այբ որ Վենսը գնաց իբր թե խոսած հայ գերիների մասին, Ալիևի պատասխանը մեր ռազմաքաղաքական ղեկավարությանը եւ մեր գերիներին գտնվող համատես Նյուրնբերգյան դատավարության եւ նացիստների հետ։ Դա Ալիևի խոսքեր։ Հիմա ըստ ձեզ կա աշխարհում մի հատ պետություն, որ կարող է հայտարարի, որ այս մի պետությունը նացիստական է ու նրա հետ խաղաղություն կնքի։ Դա մեզ ֆաշիստական էր ասում։ Դե դա նացիստական ֆաշիստական։ Ասում եմ, միջ սա էր անդադ ասում։ Չէ, հիմա կոնկրետ Վենսի խոսքերի արդյունքում մենք դառանք ֆաշիստական, նացիստական պետություն։ Հիմա հարթ Ադրբեջանի նախագահը, որ Հայաստանը համարում է ֆաշիստական եւ նացիստական, մեր այդ խաղաղությունը կնքելու։ Եթե ամփոփենք արտաքին հարաբերությունները ինչպես եք գնահատում, արդյոք այս աշխարհը մեզ ճանաչեց Նիկոլ Փաշինյանը, այդքան հանդիպումներ Արարատ Միրզոյանը, այդքան հանդիպումներ։ Շատ վատ է, որ աշխարհը մեզ իրենցով ճանաչեց։ Եվ հետևանքը ո՞րն է լինելու։ Հետևանքը արդեն եղել է, չգիտեմ, ազգը կարա համախմբվի հրատակից դուրս գա թե չէ, հարցի երկրորդ կողմն է, բայց շատ վատ է, որ աշխարհի մակարդակով մենք դառել ենք անողնաշար ընդհանրապես։